Բանակում այսօր կրկին զինծառայողի մահվան դեպք է գրանցվել։ Զինծառայողը Էդգար Գևորգի Գևորգյանն է, ում հայտնաբերել են հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է։ 24 News-ը գրում է, որ մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան։ Նա ծառայում էր Վայքի զորամասերից մեկում։ Այսօր վաղ առավոտյան Գուսան Շերամի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է Ռուսաստանի քաղաքացու Դ. Տղամարդը 50-ից 55 տարեկան էր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Երեկ գիշեր Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում վագոն տնակ է այրվել։ Դեպքի վայր է մեկնել փրկարարների 2 մարտական հաշվարկ։ Նրանք տնակից դուրս են բերել քաղաքացու, որը մահացել է։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, իսկ ժամանող եւս 12 չվերթ ուշանում է։ Չեղարկվել է Նովեյր ավիաընկերության ներքին չվերթը Կապան-Երևան երթուղով։ Չեղարկվել են նաեւ 2 միջազգային չվերթեր Fly1 ավիաընկերության Հերակլիոն-Երևան եւ Շիրակավի ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթները։ Հետաձգվում են ժամանող չվերթները Մոսկվայից եւ Միներալ Նեևոդիից, 2-ը Կրասնոդարից, մեկական չվերթը Սոչիից, Թբիլիսիից, Սանկտ Պետերբուրգից եւ Քիշնևից։ Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է, հայտնել է Ադրբեջանի նախագահը։ Աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ Ադրբեջանական կողմին այս մասին պարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները, ասել է Ալիևը։ Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու համատեղ հռչակագրի ստորագրումը գնահատում է որպես Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ։ Այս մասին Ադրբեջանի եւ Ուզբեկստանի միջպետական խորհրդի 3-րդ նիստում հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տաշքենդում Կուքսարոյի նստավայրում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Ուզբեկստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանն ու Ուզբեկստանը հավերժական բարեկամության համաձայնագիր են ստորագրել։ Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Թեքեքյոյ շրջանի մետաղագործական գործարանում, կան վիրավորներ։ Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան կազմակերպված արդյունաբերական գոտու տարածքում։ Նախնական տվյալներով 2 աշխատակից մտել են կառավարման վահանակի սենյակ համակարգը գործարկելու համար, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը։ Պայթյունի հետևանքով տուժել են կառավարման սենյակում գտնվող 2 աշխատակիցները։ Իրանը պատասխան միջոցներով է սպառնացել ցանկացած երկրի, որը կմիանա Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմին։ Հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել, որոնք կարող են ուժեղացնել ճնշումը իրանական տնտեսության վրա։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ասել է, որ Թեհրանը կոչ է անում բոլոր երկրներին, այդ թվում հարևան պետություններին, չաջակցել ամերիկյան տնտեսական սահմանափակումներին։ Ցանկացած երկիր, որը մասնակցի մեր դեմ տնտեսական սահմանափակումների կիրառմանը կհամարվի թշնամի, հայտարարել է Ռեզային։ Ղազախստանում այսօր մեկնարկել է միապալատ խորհրդարանի Քուրուլթայի ընտրության քվեարկությունը։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրի ապագա փոխնախագահի անունը կարող է հայտնի դառնալ առաջիկա մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում։ Նոր օրենսդիր մարմնի կազմում կընդգրկվեն 145 падգամավորներ, որոնք ընտրվելու են 5 տարի ժամկետով։ Ընտրություններից հետո падգամավորները կընտրեն Քուրուլթայի նախագահին եւ նրա 3 տեղակալներին։ Խորհրդարանում տեղերի համար պայքարում են 7 կուսակցություններ։ Երկրում բացվել է 10,423 ընտրատեղամաս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է ավելի քան 12,6 միլիոն մարդ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ վարել Չինաստանում կայանալիք Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, եթե երկուսն էլ մասնակցեն այդ ֆորումին։ Այս մասին ռուս առաջնորդի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն է ասել։ Ասես գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-ից 19-ին Շենժենում։ Ըստ Ուշակովի, եթե Պուտինն ու Թրամփը հայտնվեն նույն միջոցառմանը, ապա նրանց անձնական հանդիպումը գրեթե անխուսափելի կլինի։ Օգոստոսի 23-ից ցերեկը 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-ից 27-ը երեկոյան ժամերին, 28-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Մայրաքաղաքում սպասվում է 22-ից 24, վաղը ցերեկը 38-ից 40 աստիճան տաքություն։